Իսկ Կարմավիրի մարզի Ակնալիչ գյուղում բացվել է հայ-եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան։ Իդեպ սեպտեմբերի 29-ը 2012 թվականից գյուղում նշանավորվում է հուշարձանների բացմամբ, ընդ որում բացի հայ-եզդիական բարեկամության հուշարձանից բացվել է ևս 4-ը։ Դրանցից մեկը նվիրված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մյուսը Զորավար Անդրանիկին։ Մյուս երկուսը նվիրված են եզդի զորահրամանատարներին, որոնցից մեկը նաև Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի падգամավոր է եղել։ Հայկուշ Ասլանյանն է պատմում։ Զիարադը եզդիների երկրորդ սրբավայրը առավոտից մարդաշատ էր։ Աշխարհասփյուր եզդիներն այստեղ են շտապում ոչ միայն իրենց ամենամյա ուխտը կատարելու, այլև խորին խոնարհում բերելու Իրաքի հյուսիսում իսլամիստների կողմից բռնությունների ենթարկված եւ փախստական դարձած իրենց եղբայրների համար։ Արևի որդիները պատահական չեն համարում, որ Լալեշից հետո իրենց ամենամեծ ուխտավայրը ամենաբարեկամ երկրի հողում է, որտեղ կարող են ոչ միայն տաճար կառուցել, այլև աղոթք հնչեցնել, հոգևոր եւ աշխարհիկ ծեսեր կատարել։ Ցույց է տրվում իլուր բոլոր աշխարհին, թե հայ ժողովուրդը ինչպես է վերաբերում իրանց մոտ ապրող ազգային փոքրամասնություններին։ Եզդիների նկատմամբ իրականացող բարբարոսությունը հային ծանոթ է դեռևս 20-րդ դարասկզբից։ Դրա համար էլ հայն ավելի ուշադիր է իր ճակատագիրը կիսող բարեկամի նկատմամբ։ Այդ բարեկամությունը արևի որդիները գնահատեցին հավուր պատշաճի։ Իրենց վերազարթոնքի տաճարի հարևանությամբ երկու ժողովուրդների բարեկամության հուշարձան կանգնեցրեցին Խաչի եւ երկնային լուսատուի համադրությամբ։ Հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը եւս ընթացքում ստեղծել է, կերտել է մշակույթ այլ ազգերի հետ հարաբերվելու եւ կարծում եմ, եթե իսկապես աշխարհը պիտի գնա խաղաղության եւ բոլոր ազգերի միջև բարեկամական հարաբերությունների իդեալական այդ տարբերակին հաստատման, ապա Հայաստանը դրա համար լավագույն օրինակն է։ Եվս 4 հուշարձաններ բացվեցին Զիարադի կողքին։ Դրանցից մեկը ոգեկոչումը նվիրված էր հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ մյուս 3-ը Զորավար Անդրանիկին, եզդի զորապետեր Ուսուփբեկին եւ Ջահանգիր աղային։ Կազմակերպիչները հոգացել էին, որ Անդրանիկի եւ Ջահանգիր աղայի արձանները կողք կողքի լինեն, անբաժան այնպես, ինչպես թուրքական հրոսակների դեմ մարտերում։ Ո՞ց կարան կողք կողքի Ջահանգիր աղային ու Անդրանիկ Փաշային չդնեն, որ իրան կողք կողքի մեջքի տված կռիվ են արել։ Դրանք են ազգ պաշտպանել։ Հայ հողը, դա կապ չունի, թե հայա թե եզդիա, որտեղ մեր տունը, մեր օջախը սա է, ամենագլխավորը, որ մենք զգում ենք մեզի քաջերի թորներ ենք բոլորս էլ։ Եզդիների ուխտին մասնակցել եւ հուշարձանախմբի բացման իրենց ներկայությամբ պատվել էին ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այլև հայ պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ, մտավորականներ եւ հոգեվորականներ։ Բարեկամ եզդիների ձեռնարկը ողջունել էին նաեւ երկրի նախագահն ու վարչապետը։ Անդրադառնալով Սարտարապատի եւ Բաշապարանի ճակատամարտերում հայ աշխարհազորայինների հետ կողք կողքի մարտնչող Ջահանգիր աղայի գլխավորած եզդիների հետյալ խմբին բանախոսները չշրջանցեցին նաեւ Արցախյան գոյամարտը։ Իմ պապիկը իր արյունը թափեց փրկելով ոչ միայն եզդի ժողովրդին, այլ պայքարեց նաև հայկական հողի համար։ Նա պայքարեց Բաշապարանում, Բաշապարանի ճակատամարտում, Սարտարապատում, պայքարել են հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրար կողքի, Ղարաբաղյան պատերազմում մենք հերոսներ ունենք եւ մահացած, որոնք իրենց կյանքը չկնայեցին հայկական հողի համար արյուն են թափել։ Ես հպարտ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Հոգևոր մշակութային այսպիսի կենտրոն ունենալը Հայաստանում ապրող եզդիների վաղեմի երազանքն էր։ Ընթացքի մեջ է նաև կրթամշակութային կենտրոնի կառուցումը։